Ինձ ծաղրում էին, որովհետև ես մաքրուհու որդին եմ, բայց ավարտական երեկոյին ես ասացի ընդամենը մեկ նախադասություն և ամբողջ դահլիճը լռեց ու լաց եղավ։ Ինձ ողջ կյանքում այդպես էին անվանում՝ մաքրուհու որդի, սկսած սկզբնական դպրոցից մինչև համալսարան, ոչինչ չէր փոխվում։ Քո մաման դեռ աղբ է հավաքում, քեզանից կեղտի հոտ է գալիս, հեռու կաց, նման հոտով դու երբեք չես ավարտի ուսումը։ Ես սա լսում էի ամեն օր, թաքնվում էի դպրոցի զուգարանում ու, արցունքներս սրբում, գիշերները սովորում էի մինչև ժամը 3-ը, մինչ մայրս հոգնած, մեջքից ու ձեռքերից ցավող քնում էր հին բազմոցի վրա։ Նա չգիտեր, թե ինձ որքան դժվար էր, ես երբեք չեմ ասել նրան այդ մասին։ Եվ ահա եկավ ավարտական օրը, բոլորը փայլում էին ուրախությունից, ամբողջ ընտանիքները գալիս էին հսկայական ծաղկեփնջերով, հայրերը նոր կոստյումներով, մայրերը կատարյալ մակիաժով, հպարտությամբ լի մինչև արցունք, և նրանց մեջ նա իր նարնջագույն աշխատանքային կոմբինեզոնով, փողոցի հոտով, երկար հերթափոխից հետո, ձեռքերը կոշտացած, մաշկոտ և դեմքը այնպիսի հպարտությամբ լի, որ շունչս կտրվեց։ Ես նկատեցի, թե ինչպես են իմ որոշ ընկերներ քմծիծաղ անում։ Մեկը մատով էր ցույց տալիս, մյուսը շշնջում էր, ծիծաղը թաքցնելով։ Իմ արյունը եռաց, երբ հնչեց իմ անունը և ես բարձրացա բեմ, ավարտական ելույթն ասելու համար, դահլիճում լռություն տիրեց։ Ես վերցրեցի խոսափողը, նայեցի ուղիղ նրանց, ովքեր տարիներ շարունակ ծաղրել էին ինձ։ Աղմուկը անմիջապես դադարեց, կարելի էր լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը խորքում շունչ քաշում, և ես ասացի ընդամենը մեկ նախադասություն, մեկը, բայց բավական էր, որ նույնիսկ դասախոսները աչքերը սրբեին։ Մայրս բերանը ձեռքով փակեց և լաց եղավ։ Որոշ ընկերներ գլուխները իջեցրին ամոթից, մյուսները ոտքի ելան ու սկսեցին ծափահարել կանգնած։ Այդ նախադասությունը փոխեց ամեն ինչ։ Այն, ինչ տեղի ունեցավ բեմից իջնելուց հետո, ավելի ուժեղ էր, և այն, ինչ մայրս արեց այդ պահին, ես մինչ օրս հիշում եմ։ Երբ իջա բեմից, մայրս մոտեցավ ինձ։ Տեսնում էի, թե ինչպես են նրա աչքերը փայլում արցունքներից, իսկ շուրթերը դողում էին զսպված հպարտությունից, և այդ ժամանակ նա արեց այն, ինչ ես երբեք չեմ մոռանա։ Նա գրկեց ինձ այնպես ամուր, կարծես առանց խոսքերի ուզում էր ասել. «Ես միշտ գիտեի, որ դու մեծ կդառնաս»։ Շուրջ բոլորը սառեցին, որոշները մեզ հետ միասին լաց եղան, մյուսները ավելի բարձր ծափահարեցին։ Այդ պահին ես հասկացա մի բան. այն ամենը, ինչ ժամանակին համարում էին իմ թույլ կողմը, դարձավ իմ ուժը։ Իմ մանկությունը ծաղրի ու դժվարությունների մեջ անցկացրած դաստիարակել էր ինձ համբերությամբ, համառությամբ և հպարտությամբ մորս հանդեպ, և բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծիծաղում էին ինձ վրա, կարծես հասկացան, որ ոչ հարստությունը և ոչ էլ կարգավիճակը չեն որոշում մարդուն, այլ որոշում է նրա բնավորությունը և քաջությունը և սերը մերձավորների հանդեպ։ Մայրս պարզ կին, նարնջագույն կոմբինեզոնով, դարձավ իմ հաղթանակի հերոսուհին։ Երբ մենք տուն էինք գնում արարողությունից հետո, նա բռնել էր իմ ձեռքը, և ես զգում էի, որ այլևս ոչ մի ծաղր չի կարող կոտրել ինձ։ Ես վերջապես հասկացա, իսկական հաղթանակը այն հարգանքն ու սերն է, որ ունեն նրանք, ովքեր միշտ հավատացել են քեզ, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ծիծաղում էր։ Երբ մենք մայրիկիս հետ տուն վերադարձանք ավարտականից հետո, ամեն ինչ այլ էր թվում։ Այն աշխարհը, որտեղ ինձ անվանում էին մաքրուհու որդի, մնացել էր դռան ետևում։ Հաջորդ օրը ընկերներս ուղերձներ ուղարկեցին, ներողություն խնդրելով և հիացմունք հայտնելով։ Որոշ դասախոսներ անձամբ մոտեցան, գրկեցին ինձ և ասացին, որ հպարտ են իմ համառության համար, բայց ինձ համար գլխավորը դա չէր, գլխավորը մայրիկս էր։ Ես նայեցի նրան և հասկացա այն ամենը, ինչ ես արել եմ, այն ամենը, ինչով մենք անցել ենք միասին, իմաստ ուներ։ Մայրս նստած էր խոհանոցում, հոգնած, բայց փայլուն։ Նա ձեռքում պահում էր իմ հին տետրերը և դիպլոմը։ «Դու դա արեցիր մեզ համար», հանգիստ ասաց նա։ Ես գլխով արեցի և գրկեցի նրան։ Այդ պահին
Արցունքները հոսում էին մեր երկուսի աչքերից, ու դա ուրախության, հպարտության և թեթևության արցունքներ էին։ Ես հասկացա մի պարզ բան՝ իսկական ուժը ոչ փողի և ոչ էլ դիրքի մեջ է, այլ սիրո, համբերության և միմյանց հանդեպ հավատի մեջ, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում էր ինձ նվաստացնել, ես հիշում եմ այդ օրը։ Ահա այն խոսքերը, որ ես ասացի դահլիճում, վերցնելով խոսափողը։ Այդ պահին շունչս խորքից քաշեցի և նայեցի ուղիղ մորս աչքերին, առաջին շարքում կանգնած, նարնջագույն կոմբինեզոնով, ձեռքերը ծալած, աղոթքի պես, դահլիճում դեռևս թեթև շշնջոց կար։ Ծիծաղի մնացորդներ, բայց ես սկսեցի. Տիկնայք և պարոնայք, հարգելի դասախոսներ, ընկերներ, այսօր ես կանգնած եմ այստեղ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իմ մայրը հարուստ էր, ոչ թե այն պատճառով, որ իմ ընտանիքը հայտնի էր, այլ ես այստեղ եմ, որովհետև տարիներ շարունակ իմ մայրը գիշեր-ցերեկ հավաքում էր մեր քաղաքի աղբը։ Ես դադարեցի մի վայրկյան, դահլիճը սառեց, ոչ ոք չէր սպասում նման սկզբի։ Եվ այդ աղբի մեջ, որ դուք շպրտում էիք առանց մտածելու, նա գտնում էր շշեր, թղթեր, պլաստիկ, բայց ամենից շատ նա գտնում էր ուժ ինձ կերակրելու, հագցնելու և սովորեցնելու, որ ամոթ չկա աշխատանքի մեջ։ Այս դիպլոմը, որ այսօր իմ ձեռքում է, իրականում նրա դիպլոմն է, որովհետև առանց նրա ես ոչինչ չէի լինի։ Եվ հետո ասացի այդ մեկ նախադասությունը, որից հետո դահլիճը կարծես դադարեց շնչել. Ես հպարտ եմ, որ ես մաքրուհու որդի եմ, և եթե կյանքը սկսվել է աղբի մեջ, նշանակում է, որ ես կարող եմ ցանկացած բարձունքից վեր կենալ, որովհետև իմ մայրը արդեն ցույց է տվել, թե ինչպես է դա արվում։ Լռություն, խոր, ցավոտ լռություն։ Մեկը առաջինը սկսեց ծափահարել, դանդաղ, կարծես վախենալով, խախտել պահը, հետո մյուսը, հետո ամբողջ դահլիճը կանգնեց ոտքի, ոմանք լաց էին լինում, բայց հոգուց, ոմանք գլուխները իջեցրել էին ամոթից։ Դասախոսներից մեկը, մեր ամենախիստ դասախոսը, ով երբեք ցույց չէր տալիս հույզեր, կանգնած էր և սրբում էր աչքերը թաշկինակով։ Մայրս, նա պարզապես կանգնած էր, ձեռքերը դեմքին, ուսերը դողում էին։ Նա չէր սպասում, որ ես երբևէ բարձրաձայն կասեմ այդ խոսքերը։ Նա միշտ ասում էր. «Մի ամաչիր ինձանից, որդիս, ես քեզ համար եմ ապրում»։ Բայց այդ օրը առաջին անգամ նա հասկացավ, որ ես ոչ միայն չեմ ամաչում, այլև հպարտ եմ նրանով, ավելի քան ցանկացած մեդալով կամ դիպլոմով։ Երբ իջա բեմից, նա վազեց իմ մոտ, գրկեց ինձ այնպես, կարծես վախենար, որ ես կվերանամ, և առաջին անգամ կյանքումս ես զգացի, որ մեր արցունքները նույն համն ունեն՝ ուրախության, ցավի և անսահման սիրո։ Այդ օրվանից հետո այլևս ոչ ոք ինձ չասաց մաքրուհու որդի, ծաղրելով, այլ ասում էին նրա որդին, հարգանքով, որովհետև երբեմն մեկ նախադասությունը բավական է, որպեսզի աշխարհը փոխվի, և մեկ մայր հասկանա, որ իր ամբողջ կյանքի պայքարը արժանի էր։